սիրելիներս ողջույն եւ իհարկե բարի գալուստ իմ YouTube-յան տեսարալիք, եթե ինձ առաջին անգամ եք տեսնում, ես Նադյան եմ։ Կարծում եմ նկատեցիք այս եւ նախորդ կադրերի միջև իմ սանրվածքի փոփոխությունը։ Նախորդ ոչ այնքան հաջող փորձից հետո տեղս չէի գտնում։ Ուզում էի անպայման մի հատ էլ գնալ թարմացնել մազերս, բայց կարծում եմ մինչ երեխայի ծնվելը սա արդեն վերջին անգամն է, որովհետև ինձ բացարձակ լավ չզգացի սրահում այդ տաքոթից ֆենի ու անգամ ուշագնաց եղա։ Շատ զարմանալի էր, բայց բացարձակ չեմ էլ զգացել, թե ոնց եմ ուշագնաց եղել։ Մեկ այն պահն եմ հիշում, որ նստած էի այդ աթոռին, մազերս էր չորացնում, նորմալ խոսում էինք, զրուցում ու մեկ էլ եմ հիշում, որ արդեն խառնված վազում էին, ջուր էին փորձում հասցնել ու ես ինձ ինչ-որ մի կերպ ուշքի եկա, հենց էլ շատ վախացրել էի, դրա համար էլ ռիսկի չեմ դիմի։ Նախորդ անգամն էլ էի ինձ վատ զգացել սրահում ու այս անգամ էլ արդեն համոզվեցի, որ չէ, էլ պետք չի գնալ, մանավանդ որ հավանեցի շատ կտրվածքը, շատ սիրուն մաքրեց, շատ կոկիկ ու կարևորը չվնասեց մազերս։ Դրա համար, քանի որ հիմա էլ ամառա, հանգիստ կարող եմ ուղղակի լվանալ, թողնել, որ մազերս ինքն իրեն չունենան, ավելորդ ռիսկի հաստատ չարժի է դիմել այդ տաքոթից, ինձ շատ վատ եմ զգում։ Իդեպ ձեզ կրկին ողջույն Երևանից, առավոտյան արդեն ճանապարհ էի ընկել, եկա մազերս կտրեցի, չորացրեցի ու եկա քաղաք, որովհետև այսօր պետք է սեմինարի մասնակցեմ օրվա ընթացքում, գովազդային համագործակցություն ունեմ նկարելու, տուն պետք է հասնեմ, տեսնեմ ինչ վիճակում են տները, ոնց է գործը առաջ գնում ու տենց մի քանի էլի խառը մանր-մունր գործեր, բայց չեմ մնա տանը, նորից կաշխատեմ երեկոյան հետ վերադառնալ գյուղ։ Հիմա գնում եմ մի երկու կոսմետիկ բարեկա ունեմ, որոնց կարիքը արդեն կա, բայց ինձ սենց ընթացքում համոզում եմ, որ գնամ խանութ, դրանք վերցնեմ ու նոր գնամ տուն, որովհետև որքան էլ փորձում եմ ցույց տալ, որ գրեթե լավ եմ, իրականում լավ չեմ զգում ինձ, գլուխս անընդհատ պտտվում է, բայց չէ, քանի որ այդ խանութում մոտ է, կվերցնեմ նոր կգնամ տուն։ Հասա տուն, հետևից ֆոնից չվախենակ, ամեն ինչ քանդած է, մի փոքր կհանգստանամ, Էմին իսկ վայելեմ, կորոտում ենք Էմինին։ Նախորդ վլոգի ընթացքում ասեցի, որ Էմին այստեղ է մնում, որովհետև դեռ դասեր ու քննություններ ունի։ Ու հիմա մի փոքր ձեզ ցույց տամ, թե ինչ վիճակում է գտնվում տունը։ Հանգստանամ ու շատ արագ պետք է տանից դուրս գամ, որովհետև ժամը 3-ին պայմանավորվածություն ունեմ։ Այս երեխաների սենյակի գրապահարանն է եւ սեղանը բերել ենք հյուրասենյակ, մի կերպ տեղավորել ենք, ինչ կա չկա սենց լցրել ենք վրան ու դե պատկերացրեք վերանորոգումից հետո ինչ մաքրության աշխատանք է սպասելու։ Երեխաների սենյակը հատակին բան ենք փռել, որպեսզի չվնասվի հատակը ու հիմա առաստաղն է հավաքում ամուսինս, պրոֆիլները արդեն ձգել է, այս կողմում էլ է ձգել լազերով, այսպես ինչ-որ խառը վիճակ է, այստեղ գիպսակարտոն է ձգելու, հետո կանցնենք պատերին, այստեղ էլ քանդած էր այս պատը, եթե կհիշեք, այն ժամանակ ընկել էր պահարանի հետևը ու կողքը ու տենց քանդած մնացել էր, սենց սիրուն հարթացրել է, առաստաղն էլ առաջարկում էին ֆրանսիական ձգվող առաստաղներ անել, բայց ես համառորեն գիպսակարտոն ուզեցի, ճիշտ է գիպսակարտոնը մի քիչ ավելի գնային առումով թանկ է լինում, քան ձգվող այդ ճկվող առաստաղները, բայց ամեն դեպքում ինձ գիպսակարտոնն է դուր գալիս ու իմ համար ինքը
ավելի սիրուն է, ավելի երկարակյաց է, չգիտեմ, ավելի հարմար տարբերակ է։ Դրա համար սենց տանջվելով գիպսակարտոն անում ամուսինս, այստեղ արդեն արել է այս հյուրասենյակի հատվածը, այս հատվածն էլ է արդեն արել։ Ճիշտ է, դե պետք է հարթեցվի, սպիտակեցվի, չգիտեմ, տենց աշխատանքներ կան անելու, բայց գոնե հիմնականը այս հյուրասենյակը ամբողջը արդեն խփել է։ Հյուրասենյակում առանձնապես այդ բան չունենք անելու, մնում է միայն առաստաղը ներկել և պատերը ներկել, ու այդ մանր-մունր հարթացնելու բան այդ աշխատանքները։ Երեխաների սենյակը այսօր կարծում եմ կվերջացնի առաստաղը ու երեխաների սենյակն էլ արդեն կմնա միայն ներկելու հարցերը ու կգնանք ամենակարևոր հատվածը մեր ննջասենյակը, որովհետև դե խոհանոցը և լոգարանը ամբողջությամբ արված է, այստեղ ինչ-որ գործ չունենք անելու։ Սենց սիրունիկ խոհանոցս կարոտում եմ, երբ այս աշխատանքները ամբողջությամբ վերջացնենք, ձեզ համար մի հատ սիրուն հոմ տուր կնկարեմ և ցույց կտամ մեր տունը ամբողջությամբ։ Իսկ հիմա ինձ համար մի երկու օй, ես ինչ եղավ։ Ու ես որ հագուստ չեմ վերել հետս, որովհետև չի ուզում էի մաքսիմալ թեթև իրերով գալ։ Ոնց կեղտոտեցի։ Երկու հատ ծիրան եմ լվացել, ուտեմ, ուշքի գամ ու արդեն դուրս գամ տանից, որովհետև ժամը 2-ն է, իսկ ես 3-ին պայմանավորված եմ կենտրոն։ Կոկոսը աղջիկներ ջան, կոկոսն է լրիվ բնական է, ինքը հապուկ հիմք է, այսինքն առանց հավելանյութի, եթե ինչ-որ մենք մոմ ուզենանք պատրաստենք, առանց կողմնակի հավելանյութի ինքը ֆորմա չի տալի, այսինքն ինչ հապուկ է ինքը։ Օրինակ ես կոկոսը միշտ միքս եմ անում սոյայի հետ տարաների մեջ, այսինքն բաժակների մեջ, սենց տարաների մեջ ինքը շատ սիրուն գլատ չորանում է, երբ որ 50-50 խառնում են, որովհետև սոյան սենց մի հատ բան էլ կա, որ կախված օդի ջերմաստիճանից, երբ որ լցնում ենք սոյան, այս մակերևույթի կարա սենց ճմրթած ինչ-որ բաներ լինի, տեսք ունենա։ Տարաների մեջ լցնելուց շատ կարևոր նշտություն աղջիկներ ջան։ Նախ առաջինը ֆենիկով տաքացնում ենք բաժակը, հետո նյութը լցնում ենք ոչ շատ սառը, հեսա ես ջերմաստիճանները բոլորը կասեմ։ Մենք մեր հոմերը, որի մեջ որ հնարավոր է դնել միջուկ, մենք դնում ենք միջուկ, միջուկը սա է, սա տարոսիկի միջուկն է, այս մոմի միջուկը։ Օրինակ ես մոմի մեջ չենք կարա դնենք միջուկ, որովհետև ինքը ամբողջ սոյա է։ Բայց այն ինչի մեջ որ արդեն հնարավոր է, օրինակ սրա մեջ այս չափի միջուկն է, իրանից մի փոքր կարճ։ Սրա մեջ իրանից մի փոքր կարճ միջուկն է, այդ ինչի համար է արվում, որ այս հատվածը հարթ լինի, կողքերը կարողանանք ծաղիկներով աշխատել, որակ ենք տալիս մոմին հետո։ Բայց այս մոմը կոնկրետ մինչև վերջ չի վառվի, չէ՞ դեպքում։ Ծաղիկները չի վառվում, քանի որ ինքը մեջտեղը միջուկով է, վառվելով սիրուն իջնում է, այս ծաղիկները սենց ոնց որ ալվում ընդունում են կողքը։ Այդ միջուկի պայմանը նաև դա է, ինքը որակ է տալիս։ Այդ միջուկը մենք հատուկ նյութերով ենք պատրաստում, հեսա եկեք ասում, հատուկ բոլորը կգրեք։ Փափանցիկ մոմը ինչպես ենք ստանում, նախ այս դեպքում հալացնում ենք միայն պարաֆին։ Օրինակ մեր այս տարայի մեջ 2 հատ կես կիլո տեղավորվեց։ Այսինքն կարող է ձեր տարան մեծ լինի, մեծականակ ինչ-որ գործ անենք, հետո մենք միջուկները նախապես պատրաստում ու թողնում ենք։ Ինքը ոչ փչանում է, ոչ ինչ-որ բան անում։ Ֆարենհայթ գրեք, որովհետև 2 Ցելսիուս եւ Ֆարենհայթ։ Ֆարենհայթ լատինատա մեծատա։ Ես լավ են հայերեն գրել եմ։ Գրում ենք Ֆարենհայթով ենք աշխատում։ 195-ից 195-ից 197 Ֆարենհայթ պետք է լինի։ Հալած մենք ունենք մի հատ լայֆհակ, որ փոխարինում է դրան։ Այսինքն այդքան չենք ընկնում ամրակները ամրացնելու, նախ երկրորդը ծախսա տարանում ենք։ Փաթաթում ենք 3 մատի չափով։ Դա իդեալական չափն է։ Լավ չի կտրում, ուրիշ մկրատվեց։
Հայտիկները շատ լավ օգնում են ընթացքում։ Կարևորը մեջտեղ լինի ու կանգնած։ Չիչնես։ Եթե ընթացքում է թեքվում է, սենց իրան մատուկով սիրուն ուղում են։ Իսկ թվում է իր արմատը մեկ են դեն թելը կարող է թեքվի, չէ՞։ Այ դրա համար ենք մովում։ 15:00 Իրոք չխրտվա են զակազներով, որ չափի մենք ինչ ենք տնում օգտագործում, թոթքրիչ, անպայման, չնայած չէ պատրիկ։ Կյանքիս ամենասպոնտան ու ամենասիրուն որոշումներից մեկն էր գնալ մոմագործության դասընթացի։ Շատ մեծ հաճույք եմ ստացել, շատ հավես էր։ Ամբողջ այդ 1.5 ժամվա ընթացքում ոնց որ sense մի հատ արվեստի մեջ լինեիր, ստեղծագործում էիր ու կարևորը լիքը բան եմ սովորել։ Ոչ շատ հավես էր, որ դասը նաև շատ գիտելիքներով լեցուն էր։ Անհամբեր սպասում եմ հաջորդ դասին։ Իսկ հիմա գնում եմ պիցա վերցնեմ, տղաներս ինձնից պիցա են ուզել ու վազեմ տուն։ Այսքան սպոնտան որոշում է եղել է երևի մեկ էլ ամուսնանալու որոշումս։ Սպոնտան, բայց շատ սիրուն որոշում։ Վերցրել եմ մոմագործության դասընթաց 0-ից։ Այսօր իմ առաջին դասն էր ու այնքան հագեցած էր դասը, որ մի անգամից ուզեցի ձեզ հետ կիսվել։ Շատ գիտելիք ենք վերցրել այս մի դասի ընթացքում ու ամենակարևորը այդ ամբողջ գիտելիքը մատուցվել է շատ հասկանալի լեզվով, շատ բացատրվել է մանրամասն ու անգամ հասցրել ենք գործնականորեն փորձել։ Սովորեցինք, թե առհասարակ ինչպիսի մոմեր կարելի է պատրաստել, ինչ նյութերից են պատրաստվում մոմերը, որ նյութը որ ջերմաստիճանի տակ է պետք տաքացնել ու անգամ գործնականորեն պատրաստեցինք շատ կարևոր հիմք մոմի համար։